Պարոն Գաբրելյան, բուհերը ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկած ՔՊ-ի օրոք մենք տեսնում ենք, որ բուհերի խորհրդի անդամները ՔՊԱ-ականներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ ու այս վերջին շրջանում ավելի տարօրինակ երևույթ, երբ դպրոցների կրթահամալիրների տնօրենները եթեր են մտնում, տեսանյութեր են հրապարակում իրենց իսկ աշխատասենյակում նստած եւ քաղաքական հայտարարություններ են անում։ Սա ինչքանով է ընդունելի ձեր համար։ Վերջից սկսեմ, անընդունելի է նշանակ, եթե կան այդպիսի դեպքեր, խնդրեմ ձեզ լուսաբանել եւ կարծում եմ դուք նախարարության կողմից կտեսնեք համապատասխան արձագանքը։ Ես կարող եմ ասել, որ համենայն դեպս վերջին ընտրությունների շրջանում հրապարակում եղավ եւ այդ հրապարակում իրավապահները տվել են գնահատական եւ ունենք այդ թվում քրեական գործով անցնող մեկ տնօրեն։ Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց կարող եմ ասել, որ եթե այդպիսի դեպք կլինի, խնդրում եմ օր առաջ հրապարակեք, որ տնօրենն է, որ կուսակցական է, անկախ նրանից, որ կուսակցությունն է ներկայացնում եւ իր աշխատասենյակում որևէ քաղաքական քարոզանում, ես ամենայն դեպս չեմ հանդիպել։ Facebook-յան որոշակի գրառումներ տեսել եմ, այդտեղ կարող է որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ այդ Facebook-յան գրառումը ֆիզիկապես որտեղից է արված կամ չգիտեմ որ ժամին է արված, բայց չեմ տեսել լսանում։ Ինչ վերաբերում է բուհերին, եթե տեղյակ չեք, ձեզ տեղեկացնեմ, որ մենք ընդունել ենք նոր օրենք, որով արգելվելու է բուհերի, այսինքն մեր այս նոր համակարգում, ակադեմիական քաղաքի շրջանակներում միավորվող նոր բուհերը չեն կարող ունենալ իրենց խորհրդում որևէ կուսակցական պատկանելիության անդամ, այսինքն հոգաբարձուների խորհրդում, դեկանատներում, ամբիոնի վարիչներ, այսինքն արգելված է լինելու։ Սա մի քայլ է, որը կարծում եմ պետք է շատ վաղուց անել, բայց մենք ընդունել ենք այդ օրենքը եւ գնալու ենք։ Ինքը հերթով ուժի մեջ է մտնում եւ այն հոգաբարձուների խորհուրդները, որոնք ըստ էության դադարի իրանց ժամկետը, այդտեղ դուք այլևս չեք տեսնի որևէ կուսակցական։ Ինչ վերաբերում է ընդհանուր բուհում աշխատողների, ես ձեզ կառաջարկեմ օրինակ մի ուսումնասիրություն անել եւ ողջել թե դասախոսների շրջանում քանի օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ կա եւ քանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ կա։ Ես որոշակիորեն տիրապետում եմ այդ ինֆորմացիան եւ կարող եմ ձեզ վստահ ասել, որ մի քանի անգամ գերազանցում են այլ կուսակցության ներկայացուցիչները։ Դասախոսության հետ կապված կան նաև այլ ծայրահեղ մոտեցումներ, կան երկրներ, որոնք այդտեղ էլ նույնպես արգելանք են դրել, բայց մեր սահմանադրությամբ ըստ էության դա համարվում է կրթական գործունեություն եւ թույլատրելի է որոշակի առումով, բայց մենք նաև օրինակ դպրոցների տնօրենների մասով ենք դրել այդ արգելքը։ Մենք փորձում ենք դա անել, բայց նաև հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ է, որ այս պայդրությամբ պետք է ասած գործոնը, որ այլ կուսակցության ներկայացուցիչներ, այդ թվում դպրոցի տնօրենների պաշտոններում մենք ունենք դաշնակցության կուսակցության ներկայացուցիչներ, որոնք դեռևս վաղ ժամանակներից աշխատում են եւ ըստ էության իրենց էլ եթե գումարեն կարող է պարզվի շատ ավելի շատ են։ Ասում եմ, վերցրեք ուսումնասիրություն արեք բուհերի դասախոսները, վերցրեք ուսումնասիրություն արեք դպրոցներում տնօրենների, փոխտնօրենների կամ դասատուների, ուսուցիչների հետ կապված եւ մեզ էլ հետաքրքիր կլինի, կարծում հանրությանն էլ հետաքրքիր տեսնել թե այդ վիճակագրությունը ինչքան է ի օգուտ, եթե դա օգուտ համարենք ընդդիմության ներկայացուցիչների։ Էլ ինչ փոփոխություն կա։ Ես կարծում եմ այդ բուհերի մասը մեր ամենա, այսպես ասած, արմատական փոփոխությունն էր, որը արդեն ուժի մեջ մտածա եւ ըստ ընթացակարգերի նորաստեղծ այդ միավորվող նոր բուհերը իրանք չեն կարող ունենալ կուսակցականներ, բացի դասախոսներից նույնիսկ։ Պարոն Գաբրելյան, տեսեք, մի ժամանակ, երբ որ աղմուկ բարձրացավ, երբ որ Ավինյանը գնաց պոլիտեխնիկի, Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, աղմուկ բարձրացավ, Փաշինյանը դա արդարացրեց, ասաց իրենք գնացել են, ոչ թե գնացել են քաղաքականացնելու, այլ գնացել են բուհեր ապա քաղաքականացնելու համար։ Հիմա փաստորեն դուք գալիս եք հանրության կարծիքին, որ դա ապաքաղաքականացնելու բացարձակ միտված չէր, նորից հետ քայլ եք անում, այսպես ասած, եւ կներեք բանի դպրոցի տնօրենների հետ կապված, ես ձեզ ցույց կտամ հենց այդ տնօրենի լուսանկարը, տեսանյութը նույնպես կուղարկեմ, խնդրեմ։ Հակոբ Կոջոյանի կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը իր աշխատասենյակից քաղաքական հայտարարություններ է անում, խոսում է Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, Սերժ Սարգսյանի հետ կապված, ես ձեզ կուղարկեմ տեսանյութը ամսաթվերով եւ մնացած ամեն ինչով։ Կոնկրետ որոշակի գործողություններ նախարարության կողմից եղել են, գուցե նկատողության տեսքով, այսինքն հիմա չխախտեմ էլի այդ մսի ապատեղեկատվություն չլինի, կարող է այդ ձեր նշած անձը չի, խնդրեմ հրապարակեք եւ ես ձեզ վստահեցնում եմ նախարարության կողմից համապատասխան միջամտություն
փոփոխությունը կլինի։ Ես կարող եմ հետեւյալն ասել, որ մենք ունենք այս պահին մոտ 200 եւ ավելի դպրոցներ, որտեղ չկան տնօրեններ։ Այսինքն տնօրենի պաշտոնը թափուր է։ Իսկ այն տրամաբանությամբ, եթե գնայինք, ինչը դուք եք ասում, որ քաղաքականացված է, ես դες վստահեցնում եմ 200 չէ, 20,000 կուսակցական կգտնեինք, որոնք կարող էին դպրոցներում այդ տնօրեններ լինել։ Բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, մենք գնում ենք այն սկզբունքով, որ այո, եւ դպրոցները, եւ մանկապարտեզները պետք է ապա քաղաքականացվեն։ Նորից եմ ասում, 200-ից ավել դպրոց այս պահին տնօրեն չունի։ Դուք Կամ պայմանագրում վստահաբար 20,000 եւ ավելի, եթե ոչ 200,000 մարդ կգտնեինք, որը կարող էր այդ 200 դպրոցներում տնօրեն աշխատել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով։ Դուք Մենք փոխել ենք որոշակի գործառույթ, որը մասնավորին արտապատվիրակել ենք դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող անձանց ծրագրերը ստուգելու գործառույթ, այսինքն մենք այլևս որևէ լիազորություն չունենք, որպես նախարարություն, որպես պետություն, ստուգելու դպրոցի տնօրենների զարգացման ծրագրերը։ Դրանք ստուգում են երկու մասնավոր կազմակերպությունների կողմից եւ իրենք տալիս են իրենց գնահատական։ Ավելին ասեմ, գուցե դա վատ վիճակագրություն է, բայց 100-ից 90-ը չի անցնում այդ փուլը, այսինքն ինքը պետքա դեռ մասնավորի կողմից ստուգվի, հետո նոր կգա երկրորդ փուլով արդեն բանավոր հարցազրույցի։ Պարոն Գաբրյան, դուք թվականակ նշեցիք բուհերում դասախոսող անձանց կուսակցական պատկանելության, քանակի առումով գուցե եւ դուք ճիշտ լինեք, այսինքն եւ ԿՊԱ-ականները ավելի քիչ լինեն կամ այստեղ ակտիվության մասին է խոսքը, ու բացի դուք այն իշխանությունն եք, որի օրոք ակնհայտ, բացահայտ կերպով այն մարդիկ, որոնք քաղաքական ակտիվ գործունեություն էին ծավալում, իրենց աշխատանքային պայմանագրերը չերկարացվեցին, նրանք ցույցեր արեցին ԵՊՀ-ի դիմաց, Մենուա Սողոմոնյանի դեպքում այդպես եղավ, Գևորգ Պետրոսյան եւ մի շարք այլ անձանց կարող եմ նշել, որոնց դուք հանեցիք բուհերից, այդ թվում ամերիկյան համալսարանի դեպքը կարող եմ նշել։ Նախ մենք չենք հանել, այդ բուհերը, այդ թվում ձեր նշած հոգաբարձուների խորհուրդը այդ ազատման հետ ըստ էության կապ չունի, այդ թվում ամերիկյան համալսարանը, եթե ուսումնասիրեք նրա կառուցվածքը, կտեսնեք, որ դա այլ քաղաքական կոնտեքստում չէ, նկատի ունեմ ամերիկյան համալսարանը, դա պետական համալսարան չէ, դա հայ-ամերիկյան համատեղ ստեղծված։ Գիտեմ, բայց գիտեք այդ աղմուկը, որը ստեղծվեց եւ իրենք ստիպված հանել։ Խորհրդում Հայաստանի Հանրապետությունը ունի ներկայացուցիչներ, որոնք ըստ էության իրենց քանակով միևնույն եթե ցանկությունն են, չունեն վճռորոշ ձայն։ Բայց նորից եմ կրկնում, մենք ընդունել ենք նոր օրենք, որով արգելել ենք արդեն իսկ ուժի մեջ մտած նորմով, որ նոր բուհերի հոգաբարձուների խորհրդում չի կարող լինել կուսակցական պատկանելություն ունեցող անձ։ Ոչ միայն հոգաբարձուների խորհրդում, ես նշեցի, ղեկավարման մարմիններում, կառավարման մարմիններում դեկան չի կարող լինել, ամբիոնի վարիչ, չգիտեմ, ինստիտուտի տնօրեն չի կարող լինել, այսինքն մենք այդ արգելքը դրել ենք։ Իսկ գալով երկրորդ հատվածին դուք սովորել եք, չէ՞։ Որտեղ եք սովորել։ Երևանի պետական համալսարանում 4 տարի առնվազն սովորել եք։ 6 տարի։ 6 տարի սովորել եք։ 6 տարվա մեջ քանի անգամ եք ձեր խորհրդի նախագահին տեսել։ Ես ուսխորհրդի անդամ եմ եղել։ Դեպքում է առավել եւս քանի անգամ եք տեսել։ Չեմ մտաբերում անկեղծ։ Վստահաբար մի 1000 անգամ ավելի քիչ եք տեսել, քան դասախոսներին, չէ՞։ Բնականաբար։ Երբ որ դուք ասում եք ակտիվ գործունեություն, հիմա ես ասում եմ դասախոսները, որոնք շատ ավելի շատ մեծ քանակով ընդդիմության ներկայացուցիչներ են, որոնք ամեն օր շփվում են ուսանողի հետ, իրանք շատ ավելի շատ են, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները։ Իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահին, որին դուք 6 տարի սովորել եք, վստահաբար Սերժ Սարգսյանին այդ ժամանակ չեք տեսել, կամ տեսել եք այլ միջավայրում, որպես նախագահ նկատի ունեմ։ Դե կրկնում եմ դա։ Հիմա հոգաբարձուների խորհրդի նախագահ ազդեցության մասին Սուրեն Պապիկյանն է։ Հենց այնպես չէ Սուրեն Պապիկյանը գնացել հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Կան ընդդիմադիր գործունեություն ծավալող մարդիկ, ովքեր դասախոս են աշխատում։ Իսկ դա ինչ է նշանակում, որ իրանք ծախում։ Մարդ չէ բնականաբար, բայց երբ որ քաղաքական հայտարարություններ են անում, երբ որ փորձում են ուսանողների վրա ազդեցություն բանեցնել, այստեղ է խնդիրը։ Բայց դա շատ նորմալ է, որ եթե փորձեն ուսանողների վրա ազդեցություն բանեցնել, անկախ նրանից որ կուսակցական պետք է լինի, պետք է դրա նկատմամբ որոշակի գործողություններ լինեն։ Իսկ ով է ասում, որ պետք է չլինեն։ Ես ձեր հարցին ասում եք ԿՊԱ-ականների դեպքում դա չենք տեսնում։ Դասախոսներ։ Կան ԿՊԱ-ական դասախոսներ, որոնք պատժվում են։ Դիմադիրները մեր քանի Դաշնակցություն կամ Հայաստան դաշինք կարծես թե կոչվում։ Հայաստան դաշինքի քանի ներկայացուցիչ են մտնում համալսարան եւ դասախոսություն կարդում։
շատ ավելի շատ, քան քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Բայց իրենց դեպքում Իրանք քաղաքական գործունեություն չեն ծավալում, իրանք սուր ելույթներ չեն ունենում։ մեր օրենքը չի արգելում եւ դասախոս լինել եւ պատգամավոր։ Մեր օրենքը չի արգելում։ Մեր օրենքը արգելում է քարոզը դասի հետ կապված, կրթահամալիրի տնօրենի դեպքում, օրինակ լավ է, բայց եթե պահվի օրենքը։ Չի պահվում։ Չէ, ասում եմ դեպքեր կան, որ չի Որ դեպքեր կան։ Դուք ասում եք մի մարդ, որը քաղաքական ազդեցություն ունեցել ուսանողների վրա, իրեն հեռացրել եք, ես ասում եմ, բա ինչ պետք է լիներ։ Չպետք է հեռացնել։ քաղաքական ազդեցության համար եք հեռացրել։ Որովհետեւ Տարբեր բաների մասին ենք խոսում։ Անդիմադիր այդ մարդկանց Մենուա Սողոմոնյանը քաղաքական ինչ ա արել։ ճանաչում դուք։ ուղղակի երբ որ Անկեղծ չգիտեմ, ձեր կոնկրետ նշած անձին։ ես չեմ ասում, Ես հակադարձում եմ ձեզ, ասում, եթե դուք ասում եք, որ Մենուա Սողոմոնյան, հա, Մենուա Սողոմոնյանը ակտիվ է եղել դրա համար են հեռացել, ես ասում եմ, այս պահին, որ հենց հիմա ելույթ անում այդ մարդը, Մենուա Սողոմոնյանից 1000 անգամ ավելի ակտիվ է, 1000 անգամ ավելի սուր է քննադատում, 1000 անգամ ավելի կեղծ եւ սուտ է տարածում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի падգամավորի նկատմամբ։ Բա ինքը ո՞նց է դասախոսում։ Իսկ կարող է նրա համար, որ մի քիչ ավելի խելացի է եւ այդ իր գործունեությունը լսարանում չի անում։ այսինքն դուք հիմա ասում եք Մենուա Սողոմոնյան լսարանն է տեղափոխել, բայց այդպես դա չի եղել։ Այդ անձնավորությունը, դրա համար չեմ Մենք հիմա կենտրոնացանք Մենուա Սողոմոնյանի ճանաչում, որտեվ ես էլ եմ 7-8 տարի սովորել եմ ԵՊՀ-ում, գուցե ծանոթ եմ։ Ես ասում եմ իր դեպքի, եթե դուք դնում եք նրան, որ ինքը հեռացվել է բացառապես քաղաքական գործունեության համար, ես ասում եմ, եթե քաղաքական դրդապատճառներով այդ ո՞նց է 100-ից ավել ընդդիմադիրներ այսօր դասախոսում են, քաղաքական դրդապատճառ չկա։ Նրանց հələ հերթը չի հասել, բայց կարող է եւ հասնել մի օր, այնպես է, որ ձեր դեպքում չի բացառվում որևէ բան։ Բայց նորմալ է, երբ որ կրթահամալիրի տնօրենը Լսել եք, որ որևէ ԿՊ խմբակցության անդամ դասախոսի եւ որևէ ուսանողի կողմից լինի հազանգ, որ ինքը քաղաքական, այսպես ասած, քարոզ է արել եւ չի եղել դրան որևէ հայտարարություն կամ արձագանք։ Նորմալ է դա հասկանում եք, որ դասախոս է, օրինակ, չգիտեմ, Արթուրը Խաչատրյան, ձեր ասած ամերիկյան հայտարարություն է որակում ձեր բուհերի քաղաքականացում։ Դե նորից եմ ասում, Արթուր Խաչատրյանը այսօր աշխատում է բուհում, դասախոսում է։ Եթե հայտարարություն է, երևի այո, հայտարարություն է, որ ինքը դասախոս է։ Դե ուրիշ ինչ ասեմ, բայց եթե ինքը ասում է հայտարարություն է, որ քաղաքական դրդապատճառներով հանում են, տարբերակ 1, ուրեմն ինքը կեղծ ընդդիմադիր է, տարբերակ 2, ինքը ոչինչ չի հասկանում եւ տարբերակ 3 երկուսը միասին գուցե կամ հայտարարություն 1 բառը, բայց հետեւաբար ո՞նց ես աշխատում, եղբայր դու բուհում ո՞նց ես դասախոսում, ո՞նց ես դու մտնում բուհ, ասում որ դասախոսումը չի կարող երևույթներին գնահատական տալ, ասել որ հայտարարություն։ Ես ասում, եթե ինքը ասում է, որ այսօր հայտարարություն է, որովհետեւ քաղաքական հակառակորդներին հեռացնում են համալսարաններից, բայց ինքը ո՞նց է մտել այնտեղ։ Նորմալ մասնագետ է, ոչ մի չեպե այսպես ասած չեք գտնում նրա։ Չունի, դուք ասում եք քաղաքական դրդապատճառներով։ Հիմա ասում եք, թե քաղաքական դրդապատճառներով հանում են Արթուր Խաչատրյանը ինչ գործ ունի համալսարանում։ Ինչ գործ ունի։ Ինքը քաղաքական։ Ասում եմ հերթը դեռ չի հասել նրանց, կհասնի։ Դե ոչ թե հերթը չի հասել, այլ ձեր նշած իմ նշած անձնավորությունը բոլորովին վերջերս է կարծես թե մուտք գործել համալսարան, ոչ թե հեռացվել է կամ պիտի հեռացվի, այլ ինքը շատ հանգիստ եւ ազատորեն նոր մտել է եւ բուհում դասախոսում է։